Բարև ձեզ, պարոն Մոհավետ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ մեր տաղավարում եք այսօր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Մոհավետ, քանի որ շարունակ խոսվում է հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, մշակութային կապերի մասին, մեր զրույցն էլ կծավալվի հենց այս շրջանակում եւ առաջին հարցը կսկսեմ համացանցային մի դրվագից։ Ձեր էջում տեսա Facebook-յան էջում, որ եղել եք Գեղարքունիքի մարզում, Մարտունու 7-րդ դարի եկեղեցի էր տեսանյութում պատկերված, ինչպես նաև Սևան եք գնացել։ Նախ ինչ տպավորություններով եք վերադարձել մեր հայրենիքի այդ գողտրիկ հատվածներից եւ արդյոք պաշտոնական էր այցելությունը, ինչ որ ծրագրով եք այնտեղ թե ոչ։ Հանուն Աստծո, ի սկզբանե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 168 ալիքից այս հրավերի համար եւ այս հնարավորության համար, որ մեզ ընձեռել եք խոսելու հայ եւ իրանցի ժողովրդի դարավոր հայ բարեկամ հայ ժողովրդի միջև դարավոր մշակութային հարաբերությունների վերաբերյալ եւ այս թեման ավելի լայն հանրությանը ներկայացնելու و مطلب دوم که ما باید از مسئولین Օգտվելով առիթից նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պետությանը, Հայաստանի կառավարությանը, մասնավորապես ԿԳՄՍ-ին, մշակութային եւ գիտական միջոցառումների իրականացման հարցում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնին ընձեռած աջակցության համար մշակույթի եւ արվեստի հատկապես նշվեց արվեստի ոլորտում միջոցառումները կազմակերպելու համար در کشور شکل بگیره. همونطور که شما اشاره کردید نمایشگاه عکسی بود در شهر ماراتونی و Անդրադառնալով երկրորդ հարցին նշեմ, որ մենք Գեղարքունիքի մարզում եւ Մարտունում մասնակցել ենք մի լուսանկարչական հետաքրքիր ցուցահանդեսի եւ այս առիթով կարելի է ասել, որ մի կրակոցով երկու նապաստակ ենք որսացել, իհարկե դա բարձրին լիովին ասույթի տեսքով էր, այսինքն ի նկատի ունեմ առաջինը ամենակարևորը մենք ծանոթացել ենք արվեստագետների հետ եւ այս ոլորտում մշակութային գործիչների հետ եւ երկրորդիվ նաեւ սա լավ հնարավորություն էր մեզ համար ծանոթանալու եւ տեսնելու Հայաստանի հրաշալի բնությունը պատմամշակութային վայրերը եկեղեցին, որ դուք նշեցիք եւ բոլոր այս վայրերը, բոլոր այս հարստությունները ներկայացնելու ایرانی ժողովրդի ظرفیت‌های این کشور تاریخی آشنا شوند. Քանի որ պետության դերակատարման մասին եւս խոսք գնաց, կցանկանայի անդրադառնայիք այս փուլում Հայաստան-Իրան կապերին ինչպես եք գնահատում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը ունի մեկ գլխավոր առաքելություն եւ դա երկու ժողովուրդների, երկու երկրների միջև մշակութային, գիտական, արվեստի եւ կրթության ոլորտում լայնածավալ կապերի ստեղծումն է եւ սա հենց մեր ամենակարևոր նպատակն է եւ կարելի է ասել, որ մշակույթի կենտրոնը այս տեսանկյունից հանդիսանում է որպես կապող երկու երկրները իրար միջև կապող կամուրջ։ ببینید فعالیت فرهنگی در دو بخش Մշակույթի ոլորտում մեր երկու երկրների միջև շատ սերտ հարաբերություններ գոյություն ունեն, իսկ ավելի կոնկրետ Իրանի մշակույթի կենտրոնը իր մշակութային հարաբերությունները ստեղծում եւ ձևավորում է երկու խմբի հաստատությունների հետ առաջինը Դրանք պետական հաստատություններն են, պետական բուհերը, մշակութային եւ գիտական կենտրոնները եւ այլն։ Այս հաստատությունների, այս հարաբերությունների վերաբերյալ կարելի է ասել, որ դրանք ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում եւ մշտապես գտնվում են ինչպես Հայաստանի պետության, Հայաստանի կառավարության, այնպես էլ Իրանի կառավարության մշտական աջակցության ներքո, սակայն պետական ուրեմն հաստատությունների հետ համագործակցությունից զատ մենք նաև սերտ հարաբերություն ունենք տարբեր ամենատարբեր մասնավոր կազմակերպությունների հետ եւ այս առումով պետք է նշեմ, որ գոյություն չունի ոչ մի արգելք Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների հարցում, թե մասնավոր եւ թե պետական հաստատությունների հետ համագործակցության եզրում եւ 3 տարի ինչ ես իրականացնում եմ իմ առաքելությունը Հայաստանում, կարելի է հետեւյալ կետը նշել, որ Հայաստանում յուրաքանչյուր կարևոր
մշակութային միջոցառման ժամանակ պարտադիր միշտ ներկա են իրանցիներ, Իրանից ներկայացությունը ապահովված է եւ այս փաստը երկուստեք է, կարելի է նաեւ պնդել, որ Իրանում նույնպես բոլոր մշակութային եւ գիտական կարևոր միջոցառումներում անպայման մասնակցում են նաեւ Հայաստանից. این معناش اینه که ما رابطه خوبی داریم با ارمنستان در بخش فرهنگ. البته ما به عنوان دو همسایه Մենք որպես երկու հարևան ժողովուրդ եւ մի ժողովուրդ, որը պատմական համակեցության երկար ճանապարհ է անցել, իհարկե մեր միջև մշակութային եւ բոլոր այլ բնույթի հարաբերությունները շատ բարձր մակարդակում են գտնվում եւ պետք է նշեմ, որ Իրանի եւ Հայաստանի միջև հարևանությունը եւ բարեկամությունը տարբերվում է մնացած երկրներից, քանի որ ի տարբերություն այլ երկրների մենք երկար ճանապարհ ենք հատել միմյանց հետ եւ ունենք բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, ինչպես նաեւ պատմական հիշողություն եւ չնայած սրան այնուամենայնիվ պետք է նշեմ, որ մենք որոշակի փոքր արգելքներ գոյություն ունեն եւ սա այն մակարդակը, որը հիմա գոյություն ունի հարաբերությունների, թերևս բավարար չէ եւ բավական դեռևս շատ աշխատանք կա այս առումով տանելու փոխճանաչողությունն է ամենակարևորը, որ մենք հետագայում ավելի խորը փոխճանաչողություն ունենանք միմյանց միջև եւ ինչպես է դա տեղի ունենում։ Մենք կարծում ենք, որ ամենակարևոր կետերից եւ ամենակարևոր միջոցներից մեկը փոխայցելություններն են, ինչպես գիտեք, Իրանից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան ամեն տարի, սակայն պնդել հակառակը, այսինքն ասել, որ Հայաստանից շատ զբոսաշրջիկներ են գնում Իրան չի կարելի եւ սա թերևս այն փոքր արգելքներից է, որ կուզենայինք, որ ապագայում շտկվեր եւ երկրորդը դա լուսաբանումն է։ Մենք շատ կարևորում ենք Իրանի մասին Հայաստանի հանրությանը ճիշտ պատկերի ներկայացումը եւ թերևս դուք նույնպես որպես լրատվական գործակալություն այս առումով շատ կարևոր առաքելություն եւ շատ կարևոր դերակատարություն եք իրականացնում դա ճիշտ ոչ կողմնակալ եւ թյուր պատկերներից զերծ լուսաբանում իրականացնելն է եւ Իրանի իրական պատկերը հայ հանրությանը ներկայացնելն է. از ایران، از فرهنگ، از تاریخ و ایران بازدید کنن. به عنوان مثلا در بخش سینما Որպես մեկ այլ օրինակ կարող եմ վերաբերել կինոարտադրության ոլորտը, հավանաբար տեղյակ եք, որ Իրանը այս ոլորտում ամբողջ աշխարհում ամենամեծ դերակատարներից է եւ աչքի է ընկնում բազմաթիվ կինոների արտադրությամբ ունի բազմաթիվ փառատոներ, որոնցից են օրինակ Ֆաջրի փառատոնը, երիտասարդ կինոնկարիչների փառատոնը, նկարանում են նաև բազմաթիվ սերիալներ։ Եվ պետք է այս առումով նշեմ, որ իրանական կինոն հավուր պատշաճի ներկայացված չէ Հայաստանի հանրությանը։ Իհարկե Հայաստանում նույնպես կան բազմաթիվ կինոարտադրությանը վերաբերող միջոցառումներ, որոնցից թերևս ամենամեծը Ոսկե ծիրանն է, որտեղ նույնպես ներկայացվում են իրանական կինոարտադրողների ստեղծագործություններ, սակայն ցավոք սրտի ներկայացված են մեծամասամբ դրսում նկարահանված կինոներ եւ Իրանի ներսում նկարահանված կինոները եւ ստեղծագործությունները Ոսկե ծիրանում պատշաճ ներկայացվածություն չունեն եւ այստեղ մենք այդ խնդրին բախվում ենք։ Իրանը բազմաթիվ լավ ստեղծագործություններ ունի, հատկապես սերիալներ, որոնց թեմատիկ հիմնական թեման դա ընտանիքն է, ընտանեկան արժեքները, մարդկային արժեքները, որոնք բոլորը ներկայացվում են այդ կինոներում եւ ինչպես գիտեք արդի աշխարհում ընտանիքի ինստիտուտը գնում է դեպի ոչնչացում եւ այս առումով Իրանի կինոարտադրությունը դեմսային ֆիլմերի, ստեղծագործությունների, սերիալների, որոնց հիմքն է հանդիսանում հենց այս ընտանիքը, միջմարտկային միջընտանեկան հարաբերությունները, շատ մեծ կարևոր դեր եւ կարևոր կոմպենսացիա կարող է լինել եւ այս ուղղությամբ բավական շատ աշխատանք կա տանելու եւ ասվեց, որ մենք մեղավորներ չենք փնտրում, պարզապես ընդգծենք, որ դեռևս շատ
աշխատանք կա եւ շատ բան կա رو به اینجا بیشتر معرفی کنن که ازش استفاده بشه. Ես այստեղ հավելեմ, որ հիշեցի իրանական մի ֆիլմ իմ մանկության պատանեկության տարիների ամենասիրելի ֆիլմերից էր Երկնքի երեխաները, բարձկերեն այսպես է հնչում, կարծեք Բաչեհայե Ասեման, ամենագեղեցիկ ֆիլմերից էր, այնպես որ այստեղ ճանաչում են իրանական ֆիլմերը։ Եվ քանի որ խոսեցինք մշակութային կապերից, կուզեի անդրադառնայիք նաև հայ առաքելական եկեղեցու դերակատարմանը այդ մշակութային երկխոսության մեջ։ Ինչպես եք գնահատում դուք։ ببینید کلا ما اعتقاد داریم دین Մենք խորապես համոզված ենք, որ յուրաքանչյուր կրոն հասարակության համար իրականացնում է կառուցողական գործառույթ եւ մարդկային երջանկության, սիրո, բարեկամության գլխավոր երաշխիքներից է, անկախ կրոններից, այսինքն թե քրիստոնեությունը, թե իսլամը եւ թե հուդայականությունը այդ դերակատարությունը ունեն, իսկ ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, մենք շատ սերտ հարաբերություններ ունենք հայ առաքելական եկեղեցու հետ եւ իրականացրել ենք բազմաթիվ ընդհանուր մշակութային եւ կրոնական միջոցառումներ միջմշակութային երկխոսության շրջանակում իրականացրել ենք միջոցառումներ, որոնց թեմատիկ որոնց թեման նվիրված է մարդու իրավունքներին, հասարակությունում կնոջ դիրքին, ինչպես նաև բնական միջավայրին, նաև նշենք, որ եղել են բազմաթիվ հանդիպումներ Իրանի կրոնական գործիչների եւ հոգեվորականների, ինչպես նաև Էջմիածնի միջև եւ Իրանից կրոնական գործիչների, հոգեվորականների այստեղ ներկայության դեպքում կազմակերպվում են բարբերաբար հանդիպումներ, որտեղ քննարկում են կրոնական թեմաներ։ انجام برنامه‌های گفتگوی بین ادیان هست برای سعادت انسان. Քանի որ Իրանը նաև մայրաքաղաքում ճանաչվում է Կապույտ մզկիթով, խոսենք մեր մայրաքաղաքի այդ Կապույտ գոհարի մասին, ասում են ադրբեջանցիները, որ դա իրենց է պատկանում, իրենց ժառանգությունն է, տեսել եք հավանաբար հրապարակումներ, թիրախավորումներ ամենաբարձր մակարդակներով նույնիսկ։ Ձեր գնահատական ու դիտարկումը այս փոքրիկ խանդին, նախանձին։ Առաջին հերթին, ինչպես դուք նշեցիք, Կապույտ մզկիթը Իրանի եւ Հայաստանի միջև պատմական կապերի կարևորագույն խորհրդանիշն է։ طبعا معماری ایرانی اونجا هست. Եվ իրանական ճարտարապետությունը, ինչպես նաև հայկական ճարտարապետության տարրերը հենց այդ պատմական, ընդհանուր պատմական հիշողության լավագույն առհավատչան։ مسجد کبود هست. همونجور که شما Ինչպես դուք նշեցիք, Երևանի Կապույտ մզկիթը վերածվել է զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից եւ նպատակակետերից ارمنستان تبدیل شده. ما در روز آمار گرفتیم در Մեր ձեռք բերած վիճակագրության համաձայն օրական Կապույտ մզկիթ է այցելում 500-ից 600 զբոսաշրջիկ, ընդ որում աշխարհի ամենատարբեր երկրներից եւ բոլոր մայրցամաքներից։ از این مسجد بازدید میکنن و ما هم تلاش میکنیم به گردشگران از Եվ բոլոր զբոսաշրջիկներին մենք ձգտում ենք միշտ ջանում ենք ցուցաբերել այնպիսի վերաբերմունք եւ ձգտում ենք ներկայացնել Հայաստանը եւ այս մշակութային հարստությունը այնպիսի լույսի ներքո, որպեսզի նրանք լավագույն հիշողություններով վերադառնան։ از ارمنستان و از دیدن مسجد کبود Եվ ջանք չենք խնայել, որպեսզի հենց այս պատմական կառույցը լավ վիճակում պահպանվի։ Երևանի Կապույտ մզկիթը սոսկ մզկիթ չէ, այլև վերածվել է մի կենտրոնի, որտեղ իրականացվում են մշակութային արվեստի եւ կրոնական բնույթի միջոցառումներ։ نمایشگاه‌های مختلف Եվ այստեղ իրականացվում են ամենատարբեր միջոցառումներ, ներառյալ ցուցահանդեսներ, ինչպես նաև գիտական բնույթի նիստեր եւ գիտաշոուներ։ میشه. این ادعایی که دولت آذربایجان درباره مسجد Եվ այս հայտարարությունները, որոնք հնչել են Ադրբեջանի Հանրապետության կողմից, եթե դուք այս հայտարարությունները ասեք ծառին, նույնիսկ ծառը կծիծաղի այդ درخت خندش میگیره. چون همه میدونن کشوری که تازه تاریخش Քանի որ բոլորը գիտեն, որ այդ երկրի պատմությունը
նույնիսկ ավելի քիչ է, քան այն ծառերինը, որոնք աճում են Թեհրանի փողոցներում։ Նիզամի Գանջավիին հայտարարել են որպես թյուրք։ Այն դեպքում, երբ նույնիսկ մի բեյթ, մի երկտող թյուրքերենով գրված գոյություն չունի։ Նրա դամբարանի վրա միայն պարսկերենով բանաստեղծություն է։ Եվ հենց հասկացան դա, ուրեմն այդ գերեզմանակարը նրանք փոխեցին եւ տեղը թյուրքական գրություն մեծող գերեզմանակար դրեցին։ این سرقت یا دزدی کرد Այս պատմական հիշողության, այս հափշտակության դեպքերը բավական բնորոշ են։ Նրանց սակայն ամբողջ աշխարհը գիտի, թե իրականությունը որն է։ و دنیا میدونن که اینها این واقعیت نداره Եվ պարոն Մոհավետ, քանի որ խոսեցինք մշակութային ծրագրերի, միջոցառումների մասին, նշեցիք կինոյի դերակատարման մասին, խնդրեմ անդրադառնաք նաև թարգմանություններին, գրականությանը, ինչ է այսօր թարգմանվում, տեղյակ եմ, որ իրանական կողմում նախընտրում են հայոց պատմական գրականության թարգմանությունը, իսկ ինչ տպավորություն եք Հայաստանում, ինչ են նախընտրում, ինչ եք թարգմանում Հայաստանի համար եւ Նաև սպասվող նավասարդի տոնակատարությանը կցանկանամ անդրադառնալ մոտ օրերս է լինելու, սա երբվանից է Հայաստանում իրականացվում եւ ում մտահղացումն է եղել։ اولا در بحث Սկզբում ցանկանում եմ նշել, որ մենք ունենք բազմաթիվ իրանահայեր եւ իրանահայերը մեծ հնարավորություն եւ մեծ կարողություն են ընձեռում այս ոլորտում ایران و ارمنستان رو توسعه میدهند کتاب‌های زیادی եւ از հայերենից պարսկերեն ادبیات թարգմանվում բազմաթիվ գրական, ինչպես նաեւ պատմական երկեր ստեղծագործություններ եւ ես ցանկանում եմ նշել իմ ընկերոջը հայտնի թարգմանչին, ով մինչեւ այսօր ավելի քան 150 ստեղծագործություն է թարգմանել հայերենից պարսկերեն։ طرفی هم ما سعی می‌کنیم ترجمه زانسو Իսկ ինչ վերաբերում է հայ հասարակության նախընտրություններին, նշեմ, որ հայ հասարակությունը բավական շատ սիրում է ժամանակակից իրանական գրականությունը, պատմությունը, ընդ որում ինչպես հին, այնպես էլ նոր դեպքերին վերաբերող պատմական երկերին նվիրված ստեղծագործությունները եւ հատկապես նաեւ Իրանի իսլամական հեղափոխության պատմության նվիրված երկերի եւ ես այստեղ ունեմ մի շատ լավ լուր բարեկամ հայ ժողովրդի համար, շուտով նախատեսվում է պարսից գրականության ամենամեծ եւ ամենակարևոր հուշարձաններից մեկի Շահնամեի թարգմանությունը, որը ինչպես գիտեք շատ սիրված եւ ճանաչված է հայ հասարակության շրջանում եւ այդ թարգմանությունը իրականացրել է պարոն դոկտոր Գևորգ Ասատրյանը, ով ամենաերևելի թարգմանիչներից մեկն է եւ Շահնամեի թարգմանությունը արդեն իսկ թևակողել է ուրեմն ավարտական փուլ եւ շուտով մոտ ապագայում մենք արդեն այն կտեսնենք մեր գրադարաններում։ مردم فرهنگ دوست ارمنستان قرار بگیره نکته دیگه این که ما برنامه‌های فرهنگی رو در رایزن Իրանի մշակույթի կենտրոնը նաև մշտապես իր ջանքերն է ներդնում մշակութային միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնելու ուղղությամբ باید اولا ظرفیت اونها رو بشناسیم هنرمندای آنها رو شناسیم Իրանից հրավիրյալ բազմաթիվ արվեստագետների, երաժիշտների եւ այլ խմբերի դեպքում մենք ցանկանում ենք մենք նաեւ ջանում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այդ միջոցառումները նաեւ մարզեր Հայաստանի մարզեր տեղափոխելու հնարավորությամբ, քանի որ սա նաեւ լավագույն առիթն է ճանաչելու Հայաստանի արտամայրաքաղաքային հնարավորություններն ու կարողությունները ما به عنوان رایزن فرهنگی به مسئولین دیگر استانها اعلام میکنیم و خواهش میکنیم اگر در بحث ایجاد برنامه فرهنگی با Եվ մեր իմ որպես մշակույթի կենտրոնի ղեկավարի գլխավոր առաքելություններից մեկն է նաև այս հնարավորությունների ներկայացումը Իրանին եւ համապատասխան հայ եւ իրանցի մշակութային գործիչների միջև համապատասխան կապերի ստեղծումը دارم اینکه ظرفیت‌های فرهنگی هنری اینجا رو به ایران معرفی کنم نه هم ایرانی‌ها رو به اینجا معرفی کنم و هم ظرفیت فرهنگی اینجا رو به ارمنستان رو به ایران
معرفی کنم که با هم Եվ յուրաքանչյուր մշակութային ծրագրի միջոցառման դեպքում اگر از ما درخواست کنن մեզ հրավիրելու դեպքում մենք սիրով ուրեմն հաճախում եւ կհաճախենք եւ կմասնակցենք։ Նշեմ, որ սա արդեն իսկ 5-րդ տարին է, ինչ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվում է Նավասարդ փառատոնը։ اسم جشنواره است جشنواره Եվ այս փառատոնի անվանումն է նաև Իրանի եւ Հայաստանի մշակույթի, քաղաքակրթության եւ խոհանոցի փառատոն։ و این با حمایت Եվ այս ծրագիրը իրականացվում է Հայաստան զբոսաշրջության ֆեդերացիայի, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության եւ Հայաստանում Իրանի Իսլամական հյուպատոսության համագործակցության շրջանակներում։ ما بنا داریم که این رویداد فرهنگی Եվ մենք նաև ջանք ենք գործադրում այս մշակութային նախաձեռնությունը այլ ավելի լայն ծավալների, ավելի լայն ընդգրկում ունենալու ուղղությամբ եւ եթե նախկինում փառատոնը տևում էր 1 օր, ապա հիմա մի քանի օր է տևում եւ մենք մշտապես ջանում ենք, որպեսզի բացի Սիսիանից փառատոնը տեղափոխենք նաև Երևան برگزار بشه. حالا اولین بارم این خبر رو اینجا بگم. Եվ նաև ցանկանում եմ հայտնել այն նորությունը, որ մենք նաև ծրագրում ենք Երևանի Կապույտ մզկիթում նույնպես անցկացնել նմանատիպ մի փառատոն برگزار کنیم. Պարոն Մոհավետ, քանի որ անդրադարձ կատարվեց Սյունիքի մարզին, հիմա մեր հարցերը կստանան մի քիչ ավելի գլոբալ բնույթ, այս օրերին քննարկումների ծիրում է շարունակում մնալ TRIP-ի հարցը Իրանի սահմանի երկայնքով առաջարկվում է այս նախագիծը, որտեղ Միացյալ Նահանգները 99 տարով ստանալու է բացառիկ իրավունքներ, ինչպես եք փորձելու համակշռել իրավիճակը, որ ամերիկյան կապիտալի եւ ենթակառուցվածքների նման երկարաժամկետ ներկայությունը սահմանին չնվազեցնի իրանական ազդեցությունը կամ չմարգինալացնի եւ հայ-իրանական մշակութային ու հանրային կապերը չզիջեն իրենց տեղը ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում։ اولا ببینید Նախ ցանկանում եմ ընդգծել, որ Սյունիքի մարզը շատ կարևոր մեծ կարևորություն ունի թե տնտեսական եւ թե մշակութային առումով Իրանի Իսլամական Հանրապետության համար։ بخش فرهنگیش که وظیفه من هست. Քանի որ հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սյունիքի մարզով են իրականացվել տնտեսական բոլոր գործունեությունները Իրանի եւ Հայաստանի միջև همجوار در ایران اتفاق افتاده. ببینید ما یک تاریخ مشترکی داریم. Ինչպես գիտենք, մենք ունենք պատմական լայն աղերսներ, ինչպես մշակութային, այնպես էլ բոլոր ոլորտներում եւ ունենք ընդհանուր ավանդույթներ, ընդհանուր սովորույթներ, ընդհանուր պատմական հիշողություն։ Դա իհարկե շատ լավ է, սակայն եթե մենք քայլեր չձեռնարկենք այդ պատմական այդ հարստությունը, պատմական հիշողությունը կենթանացնելու եւ վերակենթանացնելու ուղղությամբ, ապա մենք իրականում որևէ լավ եւ որևէ արդյունավետ գործ չենք իրականացրել։ ببینید این کشورهای مثل Ամերիկայի նման պետությունները եւ բռնապետությունները, որոնք ներկայություն են ապահովում, տնտեսական ներկայություն են ունենում որևէ տեղ, հաջորդիվ դրանք կծվելու են նաեւ մշակութային բաղադրիչ եւ մշակութային ներկայություն։ دنبالش هست. باید ایران و ارمنستان دست به دست هم بدن که به اون فرهنگ سنتی Եվ այսպիսով Սյունիքի մարզում հայ եւ իրանցի ժողովուրդը պետք է ձեռք-ձեռքի տան, որպեսզի կարողանան հավուր պատշաճի պահպանել ավանդական եւ իր առանցքում մարդասիրական գաղափարները պարունակող մեր ընդհանուր մշակույթը غربی نشه، تبدیل به فرهنگ غیر انسانی نشه. خب این از طریق برگزاری եւ որպեսի տեղի չունենա մշակույթի տարալուծում եւ ավանդական մշակույթի փոխարինումը արևմտյան արժեքներով, արևմտյան հակահումանիստական արժեքներով եւ այսպիսով մենք պետք է անենք ամեն ինչ կազմակերպելու տարբեր մշակութային միջոցառումներ ստեղծելու ավելի լայն կապեր արվեստագետների, մտավորականների, հայ եւ իրանցի մտավորականների միջև, որպեսզի կարողանանք պահպանել մեր ընդհանուր մշակութային زبان ارمنی و عرض کنم که ایجاد ارتباط با بین نخبگان این باعث میشه که منطقه حفظ بشه از هجوم فرهنگی غرب.
Քաղաքակրթական անվտանգությունն ընդդեմ ռազմական դաշինքների տեսնում ենք, որ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը փլուզվում է, նոր դաշինքներ են փորձում ի հայտ գալ կամ արդեն ձևավորվում են։ Միայն ձեր մատնանշած մշակութային ու հանրային այսպես փոխգործակցությունը բավարար է դիմակայել ինչ-ինչ մարտահրավերների այստեղ տարածաշրջանում։ ببینید فرهنگ پایه و اساس تمام پیشرفت هاست. اگر یه ملتی میخواد اقتصادش پیشرفت کنه در مسائل سیاسی Մենք խորապես համոզված ենք, որ մշակույթը առաջընթացի հիմքն է եւ պատվանդանն է։ Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է տնտեսական, քաղաքական առումով առաջընթաց ունենալ, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի մշակույթին։ Եվ նշեմ, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, այսինքն կարող են գոյություն ունենալ երկու երկրներ, որոնք քաղաքական առումով ճշնամանք տածեն միմյանց հանդեպ, սակայն մշակութային կապերը նրանց միջև դեռևս պահպանվեն։ Եվ նմանատիպ օրինակ կարելի է դիտարկել հենց ԱՄՆ-ն եւ Իրանը։ Չնայած կա քաղաքական հակամարտություն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, սակայն Իրանի համալսարանները, գիտամշակութային կենտրոնները եւ ԱՄՆ-ի համապատասխան կենտրոնները մշտապես հարաբերություններ են պահպանում իրար հետ, մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ տարբեր հրատարակությունների, հոդվածների հրատարակման հարցում համագործակցություն են ծավալում։ دیدم به این حرف ایشون. چرا؟ چون ایران کشوری است با سابقه تمدنی طولانی. Նաև նշվեց, որ մշակույթը անհնար է ոչնչացնել։ Սա ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքին, որ նրանք պատրաստվում են ոչնչացնել իրանական մշակույթը եւ որը հարուցել է բոլորի ծիծաղը, պետք է նշել, որ մշակույթը եւ քաղաքակրթությունը, հատկապես Իրանի մշակույթը, որը հազարավոր տարիների պատմություն ունի, ոչնչացնել անհնարին է։ Նույնիսկ այն դեպքում, երբ ինչպես գիտեք, Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված 30-ից ավել մշակութային եւ պատմական հուշարձան է ոչնչացվել, այդ դեպքում նույնիսկ հաղթել մշակույթի եւ հաղթել քաղաքակրթությունը ایجاد امنیت در کشور خواهد شد. Հասկանալի է, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ منم تشکر Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ 168 լրատվականից։ Վերջում ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր լրատվական մի կարևոր առաքելություն է իրականացնում եւ դա ճշմարտության եւ ճշմարիտ իրողությունների ներկայացումն է հանրությանը եւ այս առումով լիահույս ենք, որ ձեր այս առաքելությունը կնպաստի հայ եւ իրանցի ժողովրդի միջև կապերի եւ բարեկամության ընդլայնման։ Ժամանակը ցույց կտա։ Շնորհակալություն։ Շնորհակալ